թեմաների շուրջ մեղադրանքներ ունեցող խմբակցություն եք։ Ձեզ են փողերը, որ կայքերը առնում եք, շենքերը առնում եք, մեքենաները առնում եք, միտինգները կազմակերպում եք, բայց որտից։ Հիմա ես ուզում եմ Տիկին Խամոյան եւ պարոն Քոչարյան, որ ասում են 4 միլիարդ դոլար, թվի մեջ, հա, խնդիրը 4 չի 3 8 հա, չգիտեմ 5-ա, 1-ա, քիչ հա, ավել, ինչքան է, Լևոն ջան, կասես։ Չէ, ինչքան փող ունեք, կասեք։ Պարոն Քոչարյան, կասեք, ինչքան գումարի է տիրապետում Քոչարյանների ընտանիքը։ Մոտավորապես։ Արցախից էիք բերել այդ գումարները, Արցախից էիք բերել այդ գումարները, դույով հետս մի խոսացեք, նորից եմ ասում, հյուսիսային պողոտայի տները, տարածքները, Արցախից էիք բերել, մնացած ամեն ինչ Արցախից էիք բերել, որտեղից էիք բերել, իսկ իրականությունը գիտեք ինչումն է կայանում, իրականությունը կայանում է նրանում, որ Հայաստանի Հանրապետություն խոպան էիք եկել, խոպան էիք եկել Հայաստանի Հանրապետություն, եկել էիք խոպան եւ մարդկանց էլ վերաբերվում էիք որպես Եչքի հետ եք արդու Պարոն Քոչարյան Ես խնդրում եմ մի ընդհատեք իմ խոսքը Ես խնդրում եմ մի ընդհատեք Պարոն Մանուկյան հանգիստ Ինչ էս եկել էիք Հայաստանի Հանրապետության անվտանգությունից էիք խոսում երբ որ բանակը թալանում էիք ում ինչ ասես որտեղ ասես նշանակում էիք մարդկանցից բիզնեսները խլում փայ էիք մտնում հիմա եկել եք կոռուպցիայից եք խոսում լավ Ամեն ինչ, ես կոնկրետ անուններով չեմ ասում, Լևոն Քոչարյանը այս ինչ օրը գնաց, ես կարող եմ նորություն եմ ասում, կամ առաջին մարտն եմ ես դա որ ասում եմ, մնաց ես զարմանում եք, իմ այդ բանավեճի մեջ մի մտեք, առաջինը չի ստացվի այդ բանավեճը, մեր խոսակցականը շատ տարբեր է, երկրորդը բովանդակային առումով չի ստացվել, ունես որ ես խորհուրդ եմ տալիս, եղբայրաբար խորհուրդ եմ տալիս լռել, նաև օրենսդրությունն է դա խորհուրդ տարի, նաև օրենսդրությունն է խորհուրդ տալի լռել, նենց որ ասում եմ, երբ որ խոսում եք Այ պարոն Մինասյանի եւ պարոն Մանուկյանի ձենն էի սպասում լսեի։ Երբ որ խոսում եք սպանությունների մասին, ասում եք հղի կնոջ ավտոյի տակ գցեցին։ Էսով է գիտեք։ Էսով է ճանաչում եք։ Ճանաչում եք այս մարդուն։ Ճանաչում եք այս մարդուն։ Ճանաչում եք այս մարդուն։ Պարոն Մանուկյան։ Այս մարդու անունը գիտեք, պարոն Քոչարյան։ Գիտեք անունը։ Գիտեք թե ոչ։ Հարգելի հայրենակիցներ, սա Պողոս Պողոսյանն է, որը մեր հարգարժան պատգամավոր Լևոն Քոչարյանի հորը անունով դիմելու համար զուգարանում ծեծվել եւ սպանվել է, եւ իդեպ դաշնակցական է։ Ես ուզում եմ հասկանամ հիմա դաշնակցականները ինչ որ պրետենզիա ունեցել են այս մարդու հետ կապված։ Հարգելի գործընկերներ, մեր գործընկերներից մեկը Տիկին Քլոյանի եղբորը մարտի 1-ին գնդակահարել են Երևան քաղաքի կենտրոնում։ Երևան քաղաքի կենտրոնը սարքելիք ճակատամարտի դաշտ։ Պարոն Մանուկյան, կարող եք լռել։ Մարտի 1 չի եղել։ Ես ուզում եմ պարոն Աղվան Վարդանյան։ Պարոն Մանուկյան, հանգստացեք մի։ Պարոն Վարդանյան Աղվանն էր կոալիցիա ստորագրում, եթե չեմ սխալվում, դրանից հետո մարտի 1-ից հետո։ Պարոն Քոչարյան Անդրանիկին հարցրեք։ Քանի մարտ եւ ոնց է սպասվում։ Նենց որ մальчишки и девчонки, երբ որ խոսք է գնում, մի րոպե լռություն, երբ որ խոսք է գնում մարդ սպանելուց, կոռուպցիայից, այսենց, ու ես անձամբ կարծում եմ ճիշտը դուրս գալն է դահլիճից, բոյկոտելն է, երբ որ խոսք է գնում կոռուպցիայից եւ մարդ սպանելուց բոյկոտեք։ Ամենաճիշտ տրամաբանությունն է։ Նենց որ ես ձեզ խորհուրդ եմ տալի այդ բանավեճերի մեջ չմտնել, այս ինչ որ ես ասացի, ընդամենը 0.5%-ն է, այնքան ասելու բան կա, դրա համար էլ ժողովուրդը, այն անգամ էլ ասեցի, ժողովուրդը նույնիսկ այն պարագայում, որ ինչ որ հարցում մեզնից երկմտում է, մեզնից դժգոհում է, երբ որ համեմատական է անցկացնում, ասում է, վայ, Աստված մի արածցե, այս մարդիկ որևիցե ձևով իշխանության կան, որովհետև այն 10 տարվա ընթացքում, երբ որ դուք իշխանության եք եղել, մարդկանց մեջ այնց հետ կա թողել, մոռացեք։ Յուրաքանչյուր մարդ կարա դառնա, Հովիկ Աղազարյանը ավելի շուտ կդառնա նկարագրել են իրավիճակը, որը որ բերեց նրան, որ առաջին հանրապետությունը վերացավ։
Հիմա պատկերացրեք, դուք պատկերացրեք մի իրավիճակ, երբ որ 30 տարվա գաղջից հետո, մարդկանց ծեծելով սպանելուց հետո, մարդկանց թալանելուց հետո, ընտրություններ կեղծելուց հետո, մարտի 1 հոկտեմբերի 27 անելով, այս դահլիճում մարդկանց գնդակահարեց հետո, Հայաստանի Հանրապետության քաղաքացին մի օր դուրս է գալիս եւ կոալիցիոն դաշնակցությանը, հանրապետականին, ասենց ճանապարհում է եւ պրծնում է այդ բանը մղձավանջից, վերջանում է այդ մղձավանջը, նոր եկած իշխանությունն է եւ ընդամենը մի տարի հետո սկսում է համաճարակ, համաշխարհային համաճարակ։ Համաճարակի ընթացքում Թուրքիան եւ Ադրբեջանը, որոնք իրար հետ մոտավորապես 110 միլիոն են կազմում, ել չեմ ավելացնում Պակիստան երկիրը, որը որ նույնպես աջակցում էր, հարձակվում է Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանի քաղաքացիների, ինչպես նաեւ Ղարաբաղի վրա հարձակվում է։ Այդ ընթացքում ներսում զինվորականները, որոնք որ փառահեղ տենց գովաբանված էին վերջին 30 տարվա ընթացքում, սկսում են սուտ տեղեկություններ պատմել ռազմաճակատում տեղի ունեցած իրավիճակի ժամանակ։ 5 տարբեր տեղեկություն են հայտնում, մեկը մի բան ասում, մյուսը մի բան ասում։ Այս նոր իշխանությունը բնական է տենց ընտրված, առաջին անգամ ընտրված իշխանությունը փորձում է ինչ-որ ձևով իրավիճակը փրկի, որովհետև դե պարզ է ինչի համար փորձում է փրկի, այդ ընթացքում ներսում, պետության ներսում գործի է դրվում 5-րդ շարասյունը։ Ազգային եւ բանը տենց հայրենասիրական լոզունգների տակ ներսից սկսում են պետությունը քանդել։ Ներսից սկսում են պետությունը քանդել եւ փորձում են այնպիսի իրավիճակ ստեղծեն, որ պետականությունը որպես այդպեսին վերանա, որպեսի մի չգիտեմ, զինվորական խումբ, զավթի իշխանությունը եւ Հայաստանի Հանրապետությունը ունենա այն ճակատագիրը, ինչ ունեցավ 1920 թվականին, օրինակ։ Տենց իրավիճակում։ Դրանից հետո Փառք Աստծո Հայաստանի Հանրապետության իմաստուն ժողովուրդը, չնայելով այն բանին, որ աչ ու ձախ բոլորին ասում էին դավաճան, որ 4000 զոհը վերածում էին 5000-ի, մեկ-մեկ 7000-ի, բոլորին մեղադրում էին այն բանի մեջ, որ իշխանությանը մեղադրում են այն բանի մեջ, որ այդ զոհերը իրանց հետ է կապված եւ իրենց մեղավորությունը, այնուամենայնիվ Հայաստանի Հանրապետության քաղաքացին գնում է ասում է, չէ եղբայր, ես շատ լավ գիտեմ, ում պատճառով է եղել այս պատերազմը։ Ես շատ լավ գիտեմ, ինչի հետևանքով է եղել այս պատերազմը եւ նորից քվեարկում է գործող իշխանության համար։ Այդտեղ բոլոր պլանները քանդվում են։ Հետո նորից գործի է դրվում պլան B-ն, դա Հայաստանի Հանրապետությանը ներքաշել պատերազմի մեջ, որպեսզի պատերազմը արդեն բերել Հայաստանի Հանրապետության տարածք, բերել խաղաղապահնել, այդ բանի ֆոնի վրա փոխել Հայաստանի Հանրապետությունում իշխանություն եւ իշխանության բերել մարիոնետային մի իշխանություն, որը որ անցյալի պես կպարի ուրիշի դուդուկի տակ։ Եվ Փառք Աստծո դա նույնպես չի ստացվում։ Հիմա ինչ է կատարվում։ Հիմա կատարվում է հետեւյալը, այդ 5-րդ շարասյունը շարունակում է գործել, այն գործում է նաև ազգային ժողովում, այն փարոսիկների պես համահունչ աշխատում է հակառակորդի հետ, մեկ-մեկ ռուսերեն լեզվով, ինչպես նաև օրինակ ես ենթադրում եմ, որ ինչ-որ դրվագներ, որը որ քիչ առաջ հնչում էր, ռուսերեն լեզվով է եկել։